Խիստ ողջունում եմ, որ մեր ընդդիմադիր թևը ազգային ժողովի լիովին ու ամբողջությամբ ընդունել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, կատարելապես մեր ընդդիմադիր թևը այլևս չի խոսում Լեռնային Ղարաբաղից, չի խոսում Կարսից, չի խոսում այլ բաներից, որոնք Հայաստանի Հանրապետությունից դուրս են, խոսում է միայն Հայաստանի Հանրապետության ներսի խնդիրների մասին, այնպես որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանում կարելի է ասել, տենց մի քանի ամսվա ընթացքում տոտալ հաղթանակ տարավ ու մեր ընդդիմությունը այդ հաղթանակի վառ վկայությունն է։ Բայց մեր ընդդիմադիր գործընկերները կարողանում են ցավոք սրտի արժեզրկել ու ոչնչացնել ցանկացած մի բան, ինչի հետ փորձում են առնչվել։ Առաջինը դա անում են այս պահի դրությամբ, ամենաշատը անում են հակակոռուպցիոն պայքարի հետ կապված։ Հարգելի գործընկերներ, կոռուպցիայի դեմ պայքարի մասով ես ասեմ, մեր կուսակցության ամեն մի նախաձեռնող նիստը ձեր ամբողջ ֆրակցիայի 5 տարվա արածից 40 անգամ ավելի շատ բան է անում, որպես այդպեսին, սա որ իմանաք։ Որովհետև ձեր արածը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար է, ձեր արածը կոռուպցիայի դեմ պայքարի աղավաղում է։ Որովհետև այդ process-ը օրինակ ոնց է տեղի ունենում։ Բոլորով հավաքվում եք, բոլորով անխտիր, օրինակ Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Տիկին Աննա Գրիգորյանը, հավաքվում եք, ասում եք, եկեք գնանք բանում, սահմանադրական դատարանում, ապօրինի գույքի բռնագանձման օրենքի դեմ բողոք գրենք, ասենք, որ սահմանադրական դատարան չեղարկի այս օրենքը։ Դենց հավաքվում եք, բան եք անում, այդ որոշումը կայացնում եք բոլոր դրույթները այդ օրենքի վիճարկում եք, ինչի համար։ Որ ապօրինի հարստացածների, կոռուպցիոներների գույքը պետությունը չկարողանա բռնագանձի։ Հետո սահմանադրական դատարանում այդ գործը իհարկե պարտվում եք, դասական ընդդիմադիր անկարողության շրջանակներում, պարտվում եք այդ գործը, չկարողանալով պաշտպանել ձեր քաղաքական ղեկավարների ու նաև մասամբ նաև ձեր ապօրինի գույքը սահմանադրական դատարանում, ասում եք դե լավ, չկա, չենք կարողանում այս ապօրինի գույքի բռնագանձման դեմն առնենք, եկեք այս լարի վրա խաղանք։ Օրինակ ոնց է տեղի ունեցել, որ որոշել եք, չգիտեմ, ինչ-որ կոռուպցիայի դեմ պայքարից խոսալ, դա ուզում եմ հասկանալ։ Սեյրան Օհանյանը, օրինակ, որպես խմբակցության ղեկավար, իր առանձնատնից, որը համարվում է ապօրինի գույք, SMS է գրել ձեր խմբակցությանը, ասել է հարգելի խմբակցություն, եկեք հավաքվենք այսօր։ Հետո ամբողջ խմբակցությունով գնացել հավաքվել եք, ենթադրենք կոնգրես հյուրանոցում, որը պատիվ ունի մի խմբակցության ղեկավարի պնդմամբ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի գույքն է։ Հետո այնտեղ այդ ապօրինի գույքի մեջ նստած կոնգրես հյուրանոցի, օրինակ նստել մտածել եք, ասել եք, այ արի դու այս թեմայով հակակոռուպցիոն բաներ կխոսած, ես այս թեմայով հակակոռուպցիոն բաներ կխոսամ, հետո եկել եք ստեղ ու ինչ-որ բաներ եք խոսում, ժողովուրդ ջան, ես դեմ չեմ, նույնիսկ այդ պարագայում ես դեմ չեմ, եթե ձեր բարձրացրած հարցերը իրական են, իմացեք, ես ամբողջությամբ խրախուսում եմ, որպեսզի դուք, որպես ընդդիմություն, խոսաք իրական կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց դուք դա աղավաղում եք, ժողովուրդ ջան։ Որովհետև երբ որ ստեղից բան է ասում Տիկին Քրիստինե Վարդանյանը, ասում է մեկ անձից գնումով մանկապարտեզ են բանալ։ Մեկ անձից հետո նայում ես ասում ես ոնց մեկ անձից դու ես բանալում, ասես ոնց թե մեկ անձից։ Հետաքրքրում ես տենես մեկ անձից չի, մրցույթ է եղել։ Այստեղ արդեն խոսքի արժանահավատությունը կորավ։ Ասում է փող են կերել։ Հետո մի հատ էլ էս հետաքրքրվում տենում ես որ չի ընդունել քաղաքապետարանը այդ մանկապարտեզի շինարարությունը, ասես լավ, եթե փող են կերել, ոնց շինարարությունը չեն ընդունել։ Ախր դուք ձեզանից լավ ոչ մեկ այդ ցիկլը չգիտի էլի կոռուպցիոն, դուք դրա բաներն եք, ոնց ասեմ, պրոֆեսորներն եք, դոցենտներն եք ու չգիտեմ ինչ սև գոտի 5-րդ դան եք դուք այդ հարցում, հասկանում եք, ախր բանա, երբ որ կոռուպցիա է տեղի ունենում շինարարության մեջ, սիստեմը սենց է, փողը ինչ որ մեկը մրցույթ է շահում կամ մեկ անձից գնում է տեղի ունենում, փողի մի մասը տալիս է մրցույթը հայտարարողին, անորակ աշխատանք է անում, մրցույթը հայտարարողն է գալիս է անորակ աշխատանքի վրա աչքա փակում, կատարողական ստորագրումը ասում է ընդունեցի աշխատանքը։ Կոռուպցիոն ցիկլը համարվում է փակված։ Այն պարագայում, երբ որ մրցույթի հայտարարողը կամ գնում կատարողը աշխատանքը չի ընդունում, այդ ո՞նց է ստացվում, որ այդտեղ կոռուպցիա կա։ Այսինքն դուք հասկանում եք ձեր բանի աստիճանը, ձեր կոռուպցիայի դեմ պայքարը որպես այդպեսին եկել հանգել է հետևյալ կետին, դուք որպես ընդդիմադիր խմբակցություն եկել հանգել եք հետևյալ կետին։ Եկեք տենանք քաղաքապետարանը որտեղ աշխատանք չի ընդունել շինարարական։ Գնանք ասենք այդտեղ կոռուպցիա կա, անորակ աշխատանքը ցույց տանք։ Այդ ձեր ցավը տանեմ, դուք որպես ընդդիմություն ում եք պետք, եթե պետքա գնաք քաղաքապետարանի արդեն իսկ տեսածը ասեք։ Ինչի մասին եք դուք։ Այդ ձեր տեսածը բանը, ինչ անում, քաղաքապետարանի փորձագետները կամ առաջ երկրորդ կարգի մասնագետները արդեն իսկ տեսել են այդ աշխատանքը չեն ընդունել, էլ դուք ինչ եք ասում։
Պարոն Մինասյան, ասում եք ամենահարուստն եք դուք։ Ձեր անցած ելույթում տենց բան եք։ Լուրջ եք ասում, պարոն Մինասյան, հա։ Լուրջ եք ասում։ Այս խմբակցությունից մեկը բան է առնում, 20 տարվա հիպոթեկով մի հատ տուն է առնում, 800,000 հատ լրատվամիջոց այնքան հոդված են վրան գրում, որ չգիտես ինչ է։ Այդ մարդը ասում է, վայ հարամալնի այդ տունը ինչ ասեմ ասենք։ 20 տարի հիպոթեկ պետք է փակի, հասկանում եք, խմբակցության падգամավորը, որը տուն է գնում, 20 տարով հիպոթեկով տուն է վերցնում։ Դրա մասին այնքան հոդված է գրվում, որ չգիտեմ, բայց ձեր կողքի պարոն Օհանյանի ըստ մեղադրանքի տունը գնահատվում է մի քանի միլիարդ։ Մի քանի միլիարդ ասենք։ Ես կամ ասում եք բան է, մեդիաները ավելի շատ ձեր։ Պարոն Մինասյան, անկեղծ մեդիաները ավելի շատ մեր ձեռքում են, հա։ Երկու հատ լրատվական երևի հանես դաշտի 100%-ը ձերն է ախր։ Մենք եկեք դուրս գանք, էլի ստեղից դուրս գանք հարգելի լրագրողներին, ասենք հարգելի լրագրողներ, ձեր խմբագրական քաղաքականությունը ո՞րն է։ Այդ չի կարելի այդքան արժե զրկել, էլի սեփական խոսքը։ Ես ձեզ անկեղծ ասեմ, միջև այս վերջերս ես ինքս ստեղից ելույթներ եմ ունեցել, հարցազրույցներում եմ ասել, դուք որպես ընդդիմություն ձեր գործը ուրիշ է։ Եկեք իրական Հայաստանի դաշտ, խոսեք Հայաստանի իրական խնդիրների մասին։ Ողջունում եմ, որ դա վերջապես սկսել եք անել, որ վերջապես էլ չեք խոսում Լեռնային Ղարաբաղից ու մնացածից, որ այդ բանը ձեր համար այդ առանցքային քաղաքական բանը մի կողմ եք թողել ու խոսում եք իրական Հայաստանի խնդիրների, բայց դա էլ որակով արեք, ես ձեզ խնդրում եմ։ Ժողովուրդը անկեղծ եմ ասում, մեր կուսակցության ցանկացած տարածքային կազմակերպության, տեսեք ինչ եմ ասում, տարածքային կազմակերպության նախաձեռնողի նիստ մի 20-30 անգամ ավելի բովանդակային է կոռուպցիայի դեմ պայքարի առումով էլ, այն խնդիրների բարձրաձայնման առումով էլ, քան ձեր ամբողջ խմբակցությունը իրար հետ վերցրեց, որտեղ ինչ խոսում եք, ստի վրա եք հիմնում։ Ինքներդ գալիս եք ստեղ այս ամբիոնից ձեր խոսքի արժեքը մի հատ զերոյացնում եք, հետո արդեն ինչ-որ բաներ եք ներկայացնում։ Այդ ես դրանից վատ եմ զգում, որպես առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որտեղ ձեր գործը այո իրականում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարելը պետք է, անկախ նրանից, որ այդ կոռուպցիոն երևույթների դեմ գործերով ավելի շատ դուք եք անցնում հասկանալի եւ օբյեկտիվ պատճառներով, անկախ դրանից։ Ամենավերջի կոռումպացված մարդն էլ, եթե իրական կոռուպցիոն դեպք կբացահայտի Հայաստանի Հանրապետություն, ես մենակ ուրախ ու շնորհակալ եմ։ Անկեղծ եմ ասում, իրապես շնորհակալ կլինեմ, բայց դա նորմալ արեք, որակով արեք։ Ձեր խոսքի արժեքը մի զրոյացրեք, դուք ընդդիմություն եք, հասկանում եք, ձեր խոսքի արժեքը շատ կարևոր է այս երկրի համար։ Ու երբ որ բան եք անում, գալիս եք ստեղ 90%-ը ստի վրա հենվելով բան եք ներկայացնում, ասում եք մեկ անձից գնումով սեփական թիմակցին մանկապարտեզի շինարարություն, հետո բացում ես տենում ես, ընդամենը մի քլիքի հեռավորության վրա է դա ստուգելը, որ մեկ անձից չի եղել մրցույթով է տեղի ունեցել։ Որ ձեր բացահայտացնել ինչ է, այն է, ինչը որ քաղաքապետարան արդեն բացահայտ, այդտեղ արդեն ամեն ինչ կորում է։ Ու հաջորդ անգամ, երբ որ մի իրական դեպք կբացահայտեք, ձեր խոսքի արժեքը այսքան արդեն իջած է ալնելու։ Ու ես դրանից վատ եմ զգում, որովհետև ես ձեզնից ավելի շատ եմ ուզում, որ այս երկրում կոռուպցիայի դեմ պայքարը հաջողության հասնի։ Շնորհակալություն։ Կներեք ու տիկին գլխավոր դատախազ ձեզ հարց էի տվել նաև պարոնայք Քոչարյանների ունեցվածքի հետ կապված, քանի որ պարոն Դանիելյանը պնդել էր, թե Ռոբերտ Քոչարյանի որդիները միայն իրենց տաղանդով եւ աշխատասիրությամբ են հասել ունեցվածքի, ուզում եմ հասկանալ, թե Հայաստանի անկախությունից հետո տաղանդով եւ աշխատասիրությամբ ինչ աստիճանի ունեցվածքի էր կարելի հասնել, այդ չափը հասկանանք, որ մեզ դիտող հեռուստադիտողներն է գուցե ոգեշնչվեն։ Շնորհակալություն։